Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 25 թվականի ընթացքում դատարան ներկայացված կոռուպցիոն գործերի թվում են նաև բազմադրվակ եւ ժամանակին հանրային քննարկումներ առաջացած մի շարք գործեր, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ եւ մի շարք այլ պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանին, Երևան քաղաքի կենտրոն համայնքի ղեկավար, Երևանի քաղաքապետ եւ այլ պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանին, զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցրած Հայկ Ազբաղմանյանին, 2008-15 թվականների ընթացքում Աբովյանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլյանին, Ազգային ժողովի պատգամավորներին, Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին, Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահագն Գևորգյանին եւ Վաղաշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դիանա Գասպարյանին եւ այլոց։ Վարույթների մանրամասները ներկայացված են նաեւ հաղորդման մեջ։ Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, վստահ եմ նկատել եք, որ վերջին տարիներին կոռուպցիոն գործերի հետ զուգահեռ ժամանակային առումով նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերն են ներկայացվում դատարան։ Ամփոփ ներկայացնեմ նախ 25 թվականի տվյալները, ապա ամբողջ գործունեության ընթացքում վարչության կողմից կատարված աշխատանքը։ 25 թվականին նախաձեռնվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից 157 ուսումնասիրություն։ Դատարանը ներկայացվել 42 հայցադիմում։ Այդ հայցադիմումներից ներկայումս քննվում է 38-ը։ Հիշեցնեմ, որ Սահմանադրական դատարանը օրենքի վերաբերյալ դիրքորոշում էր արտահայտել եւ դիրքորոշումից հետո մի շարք հայցերով դատախազությունը հրաժարվել էր ներկայացված հայցերից, 42 հայցերից 4-ը այն նմանատիպ դեպքեր են, երբ դատախազությունը հրաժարվել է հայցից 2025 թվականի ընթացքում եւ դատարանում ներկայացված հայցերի թիվը 38-ն է։ Այս 38 հայցապահանջներով պահանջում է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձում մասնակցություն, 38 հայցերով դրամական պահանջի 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը 35 միլիարդ 993 միլիոն դրամ։ Ինչու եմ այս երկու թվերը բարձրաձայնում, որովհետև հայցագնի մեջ ներառված չեն անշարժ գույքերի մեծ մասը, որոնք մենք պահանջում ենք բնեղենով, ինչպես իմ կողմից նշված օրինակ Կարապետ Գուլյանի օրինակում էր, եւ այդ դեպքում մենք լրացուցիչ հարկատուների միջոցները չենք ծախսում գնահատման գործընթաց իրականացնելու համար, որովհետև կարծում ենք դա անարդյունավետ է, ի վերջո գույք բնեղենով ենք բռնագանձելու։ Հիշեցնեմ ընդհանուր վիճակագրության մասին նաև, ինչպես խոստացա, 20 թվականի սեպտեմբերի 3-ից, այսինքն այն պահից սկսած, երբ վարչությունը ձևավորվել է դատախազությունում, մինչ 25 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն։ 26 թվականի մարտի 1-ի դրությամբ դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166-ն է։ Հիշեցնեմ, որ այս թիվը արդեն վերջնական թիվն է այս պահի դրությամբ եւ չի ներառում բոլոր այն հայցերը, որոնցից Սահմանադրական դատարանի դիրքորոշումից հետո դատախազությունը հրաժարվել է։ Այս հայցերով ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է։ Այս հայցերով դատախազությունը պահանջում է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձում մասնակցություն, իսկ դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ։ Նույն տրամաբանությունն այստեղ է։ Անշարժ գույքերի մեծ մասը գնահատված չեն եւ դրա անհրաժեշտությունը նաեւ այս պահին չկա։ Եվ բնականաբար հայցագները աճման միտում ունեն, որովհետեւ փոխվում են շուկայական արժեքները գույքերի, փոխվում են փայերի արժեքները եւ սա անընդհատ դինամիկ process է։ Ավելին, եթե մենք ունենք որևէ տեղ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կամ կոռուպցիոն հանցագործության քննության շրջանակներում ներկայացված իրավական օգնության պահանջ, որևէ երրորդ երկրի բանկում, եթե ունենք սառեցված գույքեր, դրամական միջոցներ, ապա այս դրամական միջոցների վրա հավելյալ էլի որոշակի տոկոսային հավելումներ են կատարվում, ուստի հայցագները կարելի ասել նախնական թվերի մասին են։ Վարչության 20-25 թվականների աշխատանքները ամփոփելով պետք է ընդգծեմ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում օրինական ուժի մեջ մտած 1 վճռով եւ հաշտության 9 համաձայնություններով այս պահի դրությամբ Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ եւ 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար
000 դրամ որպես դրամական միջոց։ Այսպիսով միայն, ընդգծում եմ, միայն այս գործառույթի իրականացման շրջանակներում հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք եւ դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ամերիկյան դոլարի։ Անդրադառնալով պետական համայնքային շահերի պաշտպանության գործառույթին նշեմ, որ այս բացառիկ լիազորության իրականացման շրջանակներում դատախազությունը կատարել է միայն 25 թվականին 540 ուսումնասիրություն եւ հայտնաբերել է 485 իրավախախտում։ Ուսումնասիրությունները ընդգրկում են պետական եւ համայնքային գույքի օտարման իրավաչափության, հողային օրենսդրության պահանջների պահպանության, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ քաղաքաշինության ոլորտին վերաբերող հարցեր։ Դատախազության կողմից այս ժամանակահատվածում դատարանը ներկայացվել 350 հայց, որոնցից 183-ը քաղաքացիական դատավարության կարգով ընդհանուր 2 միլիարդ 524 միլիոն 486 հազար դրամի բռնագանձման պահանջով, 36-ը քրեական դատավարության կարգով ընդհանուր 230 միլիոն 82 հազար դրամ վնասի հատուցման համար գումարի բռնագանձման պահանջով եւ 131 հայց վարչական դատավարության կարգով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց վարչական ակտերի գործողությունների դեմ, որոնցով պետությանը կամ համայնքներին պատկանող գույքն ապօրինի օտարվել է։ Նշված հայցապահանջներով պետությանը կամ համայնքին վերադարձման ենթակա գույքերի արժեքը կրկին շուկայական գնահատման չի ենթարկվում, որովհետև մենք պահանջում ենք գույքերը բնեղենով եւ բացառիկ դեպքերում, երբ հնարավոր չէ գույքը բռնագանձել բնեղենով, օրինակ իրավամբ պատկանում է 3-րդ կամ 4-րդ կամ 13-րդ բարեխիղճ ձեռքբերողին, նոր միայն այդ դեպքում դատարանը որոշում է կայացնում դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Բոլորովին վերջերս դատախազությունը նման դեպքերով հրապարակումներ ներկայացրել է։ 25 թվականի ընթացքում կայացված դատական ակտերով դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել կրկին նախնական գնահատմամբ շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 124 գույք, այդ թվում մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, որոշակի հատված Խոսրովի անտառից, պուրակներ, հողատարածքներ, որոշակի հատված Երևանի նախկին անտառային հատվածներից, դրանց մասին պարբերաբար մենք հրապարակումներով հանդես ենք գալիս։ 25 թվականի ընթացքում գումարի բռնագանձման հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով բավարարվել է 342 միլիոն 786 հազար դրամ հայցապահանջով 55 հայց։ Կրկնեմ, սա պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում է։ Նախորդ տարիներին ներկայացված հայցերով 25 թվականին փաստացի վերականգնվել է 113 միլիոն 405 հազար դրամի վնաս։ 25 թվականի ընթացքում դատախազության ստորաբաժանումների կողմից պետական համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում նաև ներկայացվել են հանցագործությունների մասին հաղորդումներ։ 25 թվականին դրանց թիվը 92-ն է, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ, հիմնականում պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, կեղծիքի եւ պաշտոնեական այլ հանցագործությունների հատկանիշներով։ Պետական համայնքային շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում, քանի որ նաեւ ժամանակ ունեմ, կցանկանամ համառոտ անդրադառնալ նաեւ մեր երկու ստորաբաժանման գլխավոր դատախազությունում գործող պետական շահերի պաշտպանության վարչության եւ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից Սևանա լճի ափամերձ տարածքներում իրականացված աշխատանքներին, վստահ եմ բոլորը տեղյակ եք եւ տեսել եք, որ ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքեր են առկա, փաստվում է, որ վարձակալության դեպքերը շատ փոքր տոկոս են կազմում, հիմնականում դրանք կամ հողազավթումներ են, կամ ապօրինի հողօգտագործումներ են։ 25 թվականի ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը եւ Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը դատախազության կողմից ստացել են միջնորդագրեր։ Միջնորդագրերից բացի դատախազությունը տեղում հենց Սևանի ափին աջակցել, ինչ որ դեպքերում նաև հսկողություն ու վերահսկողություն է իրականացրել, որպեսզի միջնորդագրերի կատարման ընթացքը պատշաճ կերպով ապահովվի։ Բացի այդ, միջնորդագրերից բացի դատախազությունը մի շարք առանձնատների վերաբերյալ, բացի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերից, նաև պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել դատարան, վստահ եմ նույնիսկ ձեզ ծանոթ առանձնատների մասին է խոսքը, մեկը ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, որը անցնում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մեր հայցով, Հարսնակար հյուրանոցի վարչական համալիրին հարակից հատվածն է եւ բուն համալիրն է,
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ազգային ժողովի նախկին падգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, որը կրկին հայցով գտնվում է դատարանում, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է, ինչպես նաև կապավոր Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբյանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատունն է։ Այս թվարկումը, որ կա նաև հաղորդման մեջ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դատախազության կողմից կատարված աշխատանքներն է ամփոփում, նշեմ, որ այս պահի դրությամբ եւս լրացուցիչ 4 ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել 4 տարբեր անձանց պատկանող առանձնատներ, որոնց մասով եւս դատախազությունը ընդհանրապես ներկայացնում է պետական շահերի պաշտպանության հայցեր, կրկնեմ, որ այս նույն գույքերը անցնում են նաեւ մեր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով։ Բացի այդ, դատախազության միջնորդագրերի հիման վրա, ինչպես նշեցի, որոնց կատարմանը նաև մասնակցություն ունի դատախազությունը, 25 թվականի դեկտեմբերից մինչ օրս դատախազության միջնորդագրերի կատարման հիման վրա ափամերձ բացարձակ նիշից ցածր 34 հողամասում ապամոնտաժվել, քանդվել է 86 շենք-շինություն եւ ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել է 2 պայմանագիր։ Հիշեցնեմ, որ 26 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են կրթության գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից բացարձակ նիշից ցածր հողամասում ապօրինի կառուցված քոթեջը, ինչպես նաև Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը։ Նշված քոթեջները կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները վարձակալության իրավունք չեն ունեցել եւ չէին էլ կարող ունենալ։ 26 թվականի մարտին ապամոնտաժվել են Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները եւ թեքահարթակը, ապամոնտաժվել են ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդուն փաստացի պատկանող առանձնատունն ամբողջությամբ։ Դատախազությունը 26 թվականի փետրվարի 2-ին տեղեկացրել էր նաև, որ ապամոնտաժվել են ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը եւ այլ շինություններ։ Սրանք ընդհանրապես աշխատանքներ են, որոնց վերաբերյալ տվյալները կարելի ասել ամենօրյա ռեժիմով փոփոխվում են եւ դրանց մասին մենք պարբերաբար հանրությանը տեղեկացնում ենք։ Պարբերաբար մենք քննադատվում ենք այս գույքերը սոցիալական նպատակներով չօգտագործելու համար եւ մենք յուրաքանչյուր դեպքով առանց հոգնելու պարզաբանում ենք, որ Սևանի բացարձակ նիշից ցածր որևէ գույք լինի առանձնատուն, քոթեջ, թե որևէ այլ շինություն չի կարող որևէ մեկի սեփականության իրավունքով պատկանել։ Մի քանի պատճառներով, դրանցից առաջինը այդ տարածքի անընդհատ ջրածածկ լինելու վտանգն է եւ այդ վտանգով պայմանավորված նաեւ Սևանի էկոհամակարգի վրա ազդեցությունը։ Բացի այդ, դրանք բնապահպանական նշանակություն ունեցող գոտիներ են եւ Սևանի կենսաբազմազանության համար կարեւոր են։ Ուստի մենք որևէ մեկին լինի սոցիալական թե ոչ սոցիալական չեն կարող այդ գույքերը տրամադրել։ Գույքերը ապամոնտաժվում են, շինաղբը տեղում հեռացվում է Սևանի ափից։ Ամփոփելով, քանի որ շատ քիչ ժամանակ մնաց, մեր գործունեության արդյունքները 25 թվականի կցանկանայի նշել մի հանգամանք, որ 25 թվականի մարտի 14-ի կոլեգիայի նիստով եւ դրան հաջորդած գլխավոր դատախազի հրամանով սահմանվել են մարզերի եւ Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատման չափանիշները, որոնք ներառում են պետական եւ համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը եւ համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը, քրեական վարույթներով, ինչպես նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական եւ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման չափը, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը, ինչպես նաեւ նույն հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը։ Կարծում եմ ակնհայտ է, որ դատախազությունը հատ գործ տրամաբանությունից դուրս է գործում վերջին առնվազն 1 տարվա առնվազն նորմատիվ հիմքով եւ դատախազության արդյունավետությունը գնահատվում է դատարան ներկայացված գործերի որակական կողմով եւ այդ գործերի նաեւ ծանրությամբ, բազմադրվագությամբ եւ հանրային նշանակությամբ, որովհետեւ նշեցի, որ ոչ միայն քրեական վարույթներով, այլև պետական համայնքային շահերի պաշտպանության գործառույթներն են հաշվի առնվում եւ մենք կարծում ենք, որ այս վիճակագրական հաշվարկի մեխանիզմը պետք է տարածվի ոչ միայն դատախազության, այլև նախաքննական մյուս մարմինների եւ դատարանների արդյունավետության գնահատման հիմքում, բացի այդ, մեր պարագայում սա նաեւ դրված է դատախազների ծառայողական առաջխաղացման գնահատման համակարգի մեջ եւ բնականաբար դատախազները մոտիվացված են նմանատիպ վարույթներով դրսևորելու իրենց մասնագիտական կարողությունը եւ մի փոքր արձանագրում, որը կարծում եմ այս մոտեցման արդյունք է 2026 թվականի փետրվարին Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվել է
մի շարք ոլորտներում հանրային կարծիքի գնահատում, դրա մեջ ներառված էր եղել նաև դատախազության աշխատանքի նկատմամբ հանրային գնահատականի վերաբերյալ տվյալների հավաքագրումը եւ մեզ համար շատ կարևոր էր, որ դատախազության աշխատանքից 2026 թվականի փետրվարի հարցումների դրությամբ լիովին գոհ եւ ավելի շուտ գոհ է քաղաքացիների 43%-ը։ Նախորդ հարցման համեմատությամբ, որը կատարվել էր մոտ 1 տարի առաջ, այս ցուցանիշը աճի արձանագրել մոտ 6%-ով։ Մենք կարծում ենք, որ սա ի թիվս այլնի արդյունքահեն աշխատանքի հետևանք է, որովհետև վարչական շրջաններում եւ մարզերում հատկապես փոքր բնակավայրերում կարծում եմ բնակության համար տեսանելի է համայնքապատկան գույքի վերադարձի ուղղությամբ դատախազության ջանքերը եւ դատախազությունը խիստ հետևողական է եւ գիտեմ, որ նաեւ պատգամավորներն էլ իրենց նախաձեռնողականություն ունեն, որպեսզի այս գույքերն օգտագործվեն բացառապես հանրային եւ բացառապես սոցիալական նպատակներով։ Շնորհակալություն։